Բարև ձեզ հայրենակիցներ։ Նայելով ձեր կոմենտներ ուղարկելու ժամանակ ես ասացի, որ եթե հետաքրքրություն կլինի եւ ձեզ կհետաքրքրի պահապան հրեշտակի մասին նյութերը, շատ-շատերը խնդրեցին, որ ես դա մի հաղորդում հատկացնեմ դրան, եւ այսօր ես որոշեցի դա խոսել։ Ես երևի միայն սա կասեմ, այսօր չեմ հասցնի հարցեր պատասխաններին երևի տամ, որովհետև նյութը բավականին մեծ է եւ պետք է կարդամ, ավելին ասեմ, կարող եմ մի քիչ սխալներով խոսեմ, որովհետև ես միևնույն ժամանակ պետք է թարգմանեմ հայերենին։ Տեսնենք ինչպես կստացվի։ Եվ այսպիսով, պահապան հրեշտակ։ Սա մի հասկացողություն է, որ ամեն մարդ ունի իր պահապան հրեշտակը, որը օգնում է իրեն կյանքում քայլելով անցնել ամբողջ կյանքը եւ լինել նրան որպես օգնական։ Առաջին անգամ պահապան հրեշտակների մասին հիշատակում է Ենոխի գիրքը, որտեղ նշվում է, որ նրանց կոչում են Օֆանիմ, իրանք 72-ն են, եւ Ենոխի գիրքը պատմում է այն մասին, որ նրանք շրջապատված են քերոֆեների եւ սերոֆեների հետ միասին Աստծո շրջապատում։ Երևի այսքան կարելի է կրճատացնել ինչ է կատարվում, այնինչ ինֆորմացիաները կա, իսկ հիմա ես կասեմ, թե ով որ ծննդյան օրվանով ինչ հրեշտակ է անվանը եւ ինչ է նա կատարում։ Ուրեմն ասեմ ձեզ sense մի բան, որպեսզի ամեն ինչ բարձ լինի, ունենալ պահապան հրեշտակը դա չի նշանակում, որ պահապան հրեշտակը արդեն ձեզ հետևում է, օգնում է եւ այլն։ Դուք պետք է ճակերտներում ասեմ, ոնց որ արթնացնեք իրեն։ Արթնացնելու համար կա հատուկ աղոթք, որը կարդացվում է, ես այդ աղոթքը կտամ վերջում հաղորդման։ Մի քանի անգամ կարդալուց հետո կտեսնեք, որ ինչ-որ բաներ սկսեց ձեզ մոտ փոխվել։ Մի բան էլ 72-ն են հրեշտակները եւ դա չի նշանակում, որ ամեն մեկը մենակ մեկի համար է ծառայում։ Դուք կարող եք օգտվել նաեւ մյուս պահապան հրեշտակների օգնությունից, դիմելով իրենց, բայց ամենակարևորը մնում է այն հրեշտակը, որը դուք ասենք ծնվել եք իրեն նշանակի տակ։ Եվ այսպեսով սկսում եմ կարդալ։ Հունվար Պահապան հրեշտակը Հեմեմ Յահ նա օգնում է այն մարդկանց, ես սա ասում եմ, որ ամեն անգամ չկրկնեմ, ժամանակ չծախսեմ, տրվում է օրերը, որի ընթացքում նա աշխատում է, այն մարդիկ, ովքեր ծնվել են այս ամսաթվերին։ Հունվարի 1-ից մինչև 5-ը աշխատում է Հեմեմ Յահը։ Սա հրեշտակ է, որը բոլոր գործերի մեջ, երբ որ ուզում ես ինչ-որ հասնես վերելքների, նա քեզ կօգնի։ Նա նաև օգնում է, որ դուք կարողանաք ոչ միայն հասնեք բարձունքին, այլ բարձունքում նաև մնաք։ Մարդիկ, ովքեր ծնվել են Հեմեմ Յահի պարբառության տակ, ունեն մեծ համոզմունքներ, հստակ համոզմունքներ եւ նաեւ նրանք բարդ ինչքան հարցեր լինի, կարողանում են դա վերլուծել եւ գտնել ճիշտ իրական պատասխանը եւ նաեւ կառավարել այդ հարցը, որը որ դրված էր։ Ունեն հատկություն բժշկապետերի, կարող են լավ լինել բժշկապետեր։ Նա նաեւ միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր մի հատկություն ունի, որ ոնց որ ձեր հուշի, եթե դուք գնում եք բժշկապետի ճանապարհով, թե ինչպես կարելի է, ինչ ձևով կարելի ոտի կանգնել եւ առողջացնել։ Նա նաեւ տալիս է հարստություն, տալիս է ազդեցություն եւ թե ասենք շրջապատի վրա ցանկացած մարդու վրա կարող է ներազդել այնպես, ինչպես ինքը ցանկանում է եւ այդպես էլ կիրականանա։ Շատ իմաստություն է տալի մարդուն, տալիս է նրան մեծ փառք եւ այս բոլորի մեջ նաեւ տալիս է մի փոքրիկ փիլիսոփայական հիմունքներ, սկզբունքներ այդ մարդու մեջ։ Երկրորդ հրեշտակը Յեյլ Յահ 6 հունվարի 10 հունվարի ժամկետը։
Նա կարողանում է իր անձնավորությանը տալ շատ մեծ ինչ-որ ծրագրերի, մեծ գործերի իրականացման հնարավորություններ, նաև օգնում է, որ այդ բոլորը վերջնականը հասնելով հանդերձ նաև պահպանի։ Բացի դրանից նա այն մարդիկ, ովքեր ասենք ագահ են, որոնք ասենք մեղքերի մեջ են թաղված եւ այլն, նա փորձում է պահպանել տվյալ անձնավորությունը, որ նա այդ երկու ճանապարհների մեջ չընկշվի, չներգրավի ավելի, այսինքն չգնա վատ ճանապարհի գծով։ Նա նաև տալիս է մեծ պաշտոններ, բայց այդ պաշտոններ տալով հանդերձ չի նախատեսում, որ դու կարողանաս օգտվես այդ պաշտոններից եւ ասենք սխալ քայլեր անես, տհաճ քայլեր կամ ասենք քայլեր, որոնք վայել չեն նորմալ մարդուն։ Նա հոյակապ կարողանում է շտկել հարցեր, որոնք կապված են քրեական հարցերով կամ ասենք ընդհանրապես դատական ցանկացած գործերի մեջում նա օգնում է այնպես, որ իր անձնավորությունը կարող է այդ process-ից դուրս գալ մաքուր։ Պրակտիկորեն օգնում է իրեն ցանկացած խնդիրներ ինչ որ առաջացեն, որպեսզի այդ լուծվի դրական եւ գնա իր ուղով։ Մյուսը Խարակ Յահ 11 հունվարի, 15 հունվարի։ Սա մի հետաքրքիր հրեշտակ է պահապան, որը օգնում է, որ մարդը երբեք չընկնի։ Այսինքն այնպես չլինի, որ նա ասենք աղքատանա, վատանա, ինչ-որ հիմար քայլերի մեջ ընկնի, ինչ-որ խնդիրների մեջ ընկնի, մշտական իրեն պահպանում է դրանից։ Նաև չի թույլ տալիս, որ մենք ինչ-որ սխալ քայլեր իրագործենք եւ ինչ-որ սխալ ճանապարհով գնանք։ Եթե ինչ-որ մարդ ընկել է արդեն ընկած վիճակում է, ճակերտներում ասած ընկած, նա կօգնի իրեն ոտքի կանգնելու համար եւ նորից իր դիրքը շտկելու կյանքում։ Նա տալիս է տվյալ անձնավորությանը մեծ միստիկ հատկություններ եւ միստիկ, ասենք, հնարավորություններ եւ հոգեվոր զարգացման ճանապարհներ ընտրելու մեջ։ Մյուսը Մեծեր Յահ 16 հունվարի, 19 հունվարի։ Այն մարդիկ, որոնք ծնված են այդ նշանի տակ, նրանք մեծ պարտականություններ պահպանելու հատկություն ունեն եւ նաեւ խոստումները կատարելու։ Կյանքում ամեն ինչ հասնում է իր անձնական ուժով, իհարկե պահպան հրեշտակի շնորհիվ, եւ պրակտիկորեն ինչ խնդիր դնում է, կարողանում է դա ռեալիզացնի, բավականին հանգիստ է, էմոցիոնալ, չի թույլ տալի, որ էմոցիաները իր վրա ասենք վերցնեն բարձրունք եւ նրան ասենք ինչ որ ժամանակների ընթացքում թույլ տան, որ նա սխալ քայլեր կատարել, նաեւ նա տալիս է հատկություն ինքնաբուժման։ Տվյալ անձնավորությունները շատ կարող են առաջ գնալ, եթե զբաղվում են սպորտով, արվեստով, քիմիայով եւ եթե զբաղվում են հետաքրություն կա ալքիմիկոսությամբ։ Նրանք նաեւ կարող են շատ խորանալ եւ հասնել լավ մակարդակի, զբաղվելով յոգայով, մեդիտացիաներով։ Օգնում է, որ մենք ասենք մատերիալիստական այդ անձնավորությունը, մատերիալիստականը նրան չխժռի վերջնական եւ իր նպատակը դառնա մենակ մատերիալիստական պահանջները։ Մյուս հրեշտակը Վահմեդ Յահ 20 հունվարի, 24 հունվարի։ Այս հրեշտակը մարդկանց, ովքեր ծնվել են այս նշանի տակ եւ նրա պահապանն է, տալիս է շատ մեծ հմայք, թեթևություն, եթե նա ուզում է բարձրանալ ինչ-որ բարձունքների, շատ հանգիստ է դա եւ շատ արագ կարող է հասնել այդ բաներին,
Եվ ընդհանրապես ամբողջ կյանքում նրան տալիս ինչ-որ հաճելի անակնկալներ։ Օգնում է, եթե մարդը կարողանում է ինչ-որ պատճառներով ստանալ ինչ-որ ֆիզիկական դեֆորմացիաներ, դեֆեկտներ, օգնել դա շտկել, բերել նորմայի մեջ, օգնում է, որ նա լինի առողջ եւ ապրի շատ երկար կյանք։ Վահմեդիահը շատ լավ օգնում է թույլերին, հիվանդներին, նաև օգնում է, որ մարդ կարողանա հասկանա իր կատարած սխալները եւ շտկի այդ սխալները, կարողանում է օգնել, որ նա հստակ նայի դեպի ապագան եւ կարողանա ծրագրավորել իր ապագան եւ հասնի այդ նպատակին, նաև տալիս է ցանկացած արհեստների եւ արվեստի որոշ գծերում, որպեսզի նա հասնի հաջողություններ, արվեստի գծերում շեշտվում է նրա մասին, որ նա ասենք զբաղվի, ասենք փայտի գործով, կավի գործով, ինչ-որ նմանատիպ ասենք հարցերով, նկարչություն։ Մյուսը, փետրվար ամիս, Աունու յախ, 30 հունվարի, 3-ը փետրվարի։ Այս հրեշտակապետը տալիս է, հրեշտակը, պահապան հրեշտակը տալիս է իր խնամքի տակ գտնվող անձնավորություններին շատ բարձր ինտելեկտուալ պոտենցիալ։ Եվ օգնում է, որ նա հասնի այդ ինտելեկտուալ զարգացման գծերում ամենաբարձր, ինչքան կարելի է բարձր մակարդակների։ Նա նպաստում է եւ օգնում է գիտնականներին, հետազոտողներին, ինչպես նաեւ մարդկանց, ովքեր զբաղվում են հնեաբանությամբ, ֆիզիկայով եւ նոր տեխնոլոգիաների ստեղծումով։ Նա օգնում է, որ այդ անձնավորությունը դուրս գա տրադիցիոն մատերիալիստական դաստիարակության սահմանագծերից դուրս, որի շնորհիվ կարողանում է շատ էլաստիկ լինել եւ գտնել հետաքրքիր լուծումներ այն դեպքերում, երբ որ սովորական, ասենք, մտածելակերպի մեջ մեծացած մարդը չի կարողանում հասնել դրան, որտեղ նրան սովորեցրել են, որ այսպես եւ վերջ։ Մեկի յախ, 4 փետրվարի, 8 փետրվարի։ Սա օգնում է տվյալ անձնավորություններ, որ լինեն հեղափոխական, տրամադրված մարդիկ, որոնք պատրաստ են ձևափոխել աշխարհի ինչ-որ որոշումներ, կարող են մասնակցել ռազմական ինչ-որ արշավներում եւ սիրում են դրանով զբաղվել։ Սիրում է սովորական իրավիճակները, որ կան, ձևափոխել։ Օգնում է, որ կյանքում լինեն շատ հստակ, շատ ամուր եւ ոչ մի դեպքում չթույլ տան, որ ինչ-որ մեկը իրենց կառավարի։ Նաեւ ունեն շատ բարձր հումորի զգացողություն, ունեն հոգեկան, այսպես հավասարակշռության վիճակ, երբեք չեն հանձնվում ինչ-որ, ասենք, բաների, որ կարող է իրեն գրավի եւ տանի, ասենք, խաղամոլություն կամ նմանատիպ ինչ-որ բաներով, երբեք չի գնա այդ ճանապարհով։ Ինչպես նաեւ սա միակ անձնավորությունն է, որը կարողանում է մատերիալիստական եւ հոգեվոր դպրոցների եւ ճանապարհները մեկը մյուսի հետ համաձուլ կարողանում է իրագործել։ Դամեբ յախ, 9 փետրվարի, 13 փետրվարի։ Նա իրեն, ասենք, նպաստում է ճանապարհորդողներին, տալիս է իրենց մի շարք տաղանդներ, համար առաջի բանը, որպեսզի նա կարողանա լեզուներ տիրապետել, շատ հեշտ կարողանում է մարդկանց հետ շփվելուց հասկանալ, թե ինչ է կատարվում։ Մեջի անգամ եթե այդ մարդը բավականին գաղտնապահ է, նա կարողանում է հանգիստ հասկանալ, թե ով է իր դիմաց։
Կարողանում է շատ արագ համակերպվել շրջապատի հետ եւ շրջապատային, ասենք, ատմոսֆերայի հետ եւ ավելին կարողանում է, եթե այնտեղ ինչ-որ բան այն չի, կարողանում է այնպես վերադարձնել այնպես, որ խաղաղությունը, հանգստությունը գա այդտեղ։ Սիրում է տվյալ անձնավորությունը մենակություն, չի սիրում մեծ քանակով շփումներ, միևնույն ժամանակ շատ արագ կարողանում է գտնել իրեն ընկերներ, բայց շատ քիչ է իրենց հետ կապը, ասենք, սերտ պահպանում։ Շատ համբերատար է, կարողանում է համատեղել, համամիացնել մատերիալիստական հոգևոր ճանապարհները իրար հետ, կարողանում է զբաղվել ցանկացած գործով, ցանկացած ճանապարհով, որը ինքը կընտրի։ Մենակ յահ 14 փետրվարի 18 փետրվարի այս անձնավորությունները ձգտում են լինել ինքնուրույն, ինդիվիդուալիստներ են, շատ բարի հոգով անձնավորություններ են, շատ հասնող են բոլորին, բայց ասենք միևնույն ժամանակ մի վատ բան ունի, նա շատ վախենում է, ասենք, սննդապաստության ինչ-որ քայլերից, բաներից, որը կարող է իրեն բերի ինչ-որ տհաճ բաների։ Սիրում է ազնվություն, սիրում է կեղծ խոսքեր լսել եւ ընդունել, կարողանում է դուրս գալ քաոսային ցանկացած վիճակից, ունի շատ կործանիչ եւ ինքնակառավարման ուժեր, այնպես որ պետք է այդ անձնավորությունը մի քիչ կարողանա իրան տիրապետել, որտեղ կարող է հասցնի բավականին վատ սկզբունքների։ Մյուսը այաու յահ 19 փետրվարի 23 փետրվարի այս հրեշտակը տալիս է կյանքային էներգիա, մեծ ուժ, մեծ առողջություն, մեծ արտիստիզմ, ունի մոգական հատկություններ իրեն մարմնի մեջ դրված, ծրագրավորման կյանքի մեջ դրված, շատ արագ զգում է էմոցիոնալ ուժը, որը կարող է դիմացից արձակվի, կարողանում է ցանկացած գործ, որը ինչ է սկսել է, ավարտի մինչև վերջ կիսատ չթողնի։ Երբ որ նա ընկնում է մի քիչ, ասենք, սենց դեպրեսիվ կամ նման վիճակներում, նրա համար միակ բանը, որ լավ օգնում է, դա մենակությունն է։ Այդ վիճակում ինքը մի կարճ ժամանակ հետո մնալուց հետո կարող է նորից ոտքի կանգնի։ Շատ ծանր է տանում նրանց, ովքեր իրենց դավաճանել են կամ վիրավորել են։ Շեբոյախ տալիս է այս օրերին ծնվածներին շատ արագ վերականգնվող հնարավորություններ, ուժեղ ցնցումներ տանելուց հետո, շատ արագ կարողանում է լուծել ամենաբարձ ծրագրերը եւ խնդիրները, որոնք նրան, ասենք, կյանքում հանդիպում են, ունի հնարավորություն, այսինքն մեջը կա դրված, որ նա կարող է հետաքրքրի նարկոտիկ կամ, ասենք, թմրային ինչ-որ նյութերով օգտագործելու մի ալիք եւ ծանր կարող է հիվանդություններ տանել, եթե չափից ավել ամեն ինչը շատ ակտիվ է ընդունում։ Ես ուզում եմ մի անգամ էլ հիշեցնել, որ այս բոլորը ինչ ես ասում եմ, որպեսզի այն բացականը ինչը կա, որպեսզի չլինի եւ դրականը այն ինչ կա, որպեսզի լինի, պետք է արթնացնել Պահապան հրեշտակին։ Կարողանում է ինքնուրույն դուրս գալ նոստալգիկ վիճակներից, դժբախտություններից, ցավերից, ասենք, ինչ-որ վախերից եւ նմանատիպ բաներից ինքնուրույն կարող է ինքը իրեն վերականգնել, նաեւ Շեբոյախը տալիս է տվյալ անձնավորության մեծ հաջողություն, փառք, հարստություն եւ ամեն ինչ այդ նպատակի անում նրան, որ այդ բոլորով հանդերձ ինքը մնում է բավական համեստ անձնավորություն։ Ռաս յախ 1 մարտի 5 մարտի
օգնում է, որ մարդ զբաղվի ինքնակրթությամբ, ոնց ասեմ, զարգացմամբ եւ նմանատիպ քայլերով կարող է, եթե ցանկություն ունի, հասնել շատ բարձր աստիճանին հասարակության մեջ գրավի մի բարձր աստիճան, ունի շատ տաղանդներ կապված արվեստի, մշակույթի ասպարեզում, նաև կարողանում է տեսնել, նկատել եւ գնահատական տալ այն բոլորին, ինչ որ ուրիշները չեն տեսնում եւ չեն զգում։ Կարողանում է ունենալ շատ բարձր ինչ-որ ծրագրեր կյանքային, նաև ոչ մենակ դա, այլ նաև իրականացնել այդ ծրագրերը։ Ебեմ я 6 մարտի 10 մարտի այս անձնավորությունները ստանում են շատ մեծ մարդկայնություն, մարդիկ, որոնք կարող են ցավակցել ուրիշի դժբախտությանը եւ փորձեն օգնել։ Ունի առաջատարի տենդենսներ մեջը դրված, կարողանում է ամենադժբախտ վիճակից շատ արագ դուրս գալ եւ հակառակը ստեղծել բավականին հաջողակ եւ երջանիկ ինչ-որ քայլեր ինքը իրեն համար։ Կարողանում է հանգիստ անցնել ցանկացած հիվանդություններից եւ անհաջողություններից։ Հնարավոր է նման, ասենք, անձնավորություններ, որ դառնան քաղաքական ինչ-որ գործունեություն կատարող անձնավորություններ։ Կարող է նաև զբաղվել սոցիալական հարցերով լուծելով եւ ելի ղեկավար դառնալ սոցիալական ճանապարհներով եւ ամբողջ կյանքում նպատակ ունի եւ ցանկություն ունի, որ հասնի ամենաբարձր բարձունքներին։ 11 մարտի 15 մարտի Այս անձնավորությունները շատ նվիրված են երաժշտության, պարերին, օգնում է շրջապատում մարդիկ, որոնք մոտիկ են գնում են ծանր վիճակների մեջ, հանել այդ ծանր վիճակից։ Նաև հետաքրքրվում է շատ դեպքերում կարող է գնալ հոգևոր եկեղեցական, այսինքն հավատքի գծով ծառայության եւ աշխատել այդ գծով։ Նաև այս անձնավորությունները ունեն այդ տվյալը, որ կարող են բացել պայծառատեսություն։ 16 մարտի 20 մարտի օգնում է իրագործել ձեր ծրագրերը, ձեր մտքերը կյանքում։ Նաև տալիս է, ասենք, ցանկություն, որ դու գնաս մշտական ինչ-որ սովորես, վերապատրաստվես, գնաս ավելի բարձր մակարդակների։ Նաև նույնպես տալիս է հոգևոր զարգացման նշաններ եւ ինքնարեալիզացման, ինքնահարտացոլման ճանապարհներ։ 21-25 մարտի հրեշտակապետը Ալ-Վեհու տալիս է, գիտեք ինչ, անձնավորություն, որը կարող է ինչ-որ բաներ ստեղծի, նոր բաներ ստեղծի, ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ սարքեր, ինչ-որ բաներ, նմանատիպ, ասենք, ստեղծագործ մի հատկություն ունի ինքը։ Ինքը բնավորությամբ ներքին ոնց որ մշտական sense կրակի մեջ է, անհամբեր է, այս անեմ, այն անեմ, այս իրագործեմ, եւ այդ անհամբերություն շատ դեպքերով մեկը սկսում է կիսատետողում ասում է մյուսին։ Հենց որ պետք է մի քիչ ուշադիր լինի, եթե հետաքրքիր բան գտել ես, հասցրու մինչև վերջ։ Նաև յուրահատուկ հատկությունն է ամենածանր իրավիճակի մեջ նա կարող է վարքյունապես գտնել ամենառացիոնալ, ամենաճիշտ լուծման ձևը։ Ալ-Հեյլի 26 մարտի 31 մարտի Այս հրեշտակը փրկարար է։ Նա կարողանում է մարդկանց օգնել, որ իրանք հնարավորին չափ, ասենք, չընկնեն, ասենք, օրինակի համար ասում, ավտովթարի մեջ, կամ ինչ-որ հրդեհի մեջ, կամ ինչ-որ բան, նա պահապան է այս բաների համար։
Նաև ստեղծում է մեծ ինտելեկտի, ասենք, զարգացման ճանապարհ եւ մեծ մշտական ուղեկցում է, որ մենք գնանք հոգեվոր զարգացումով կամ ընդհանրապես մեր մակարդակով զարգացման գնանք դեպի վերև, դեպի զարգացում։ Ալսիտ 1 ապրելի, 5 ապրելի։ Նույնպես պաշտպանում է բոլոր դժբախտություններից, օգնում է, որ սխալ ընտրություններ չկատարվի, որ հանկարծ չհրապուրվի ինչ-որ բանով ասեն, որ սա լավ է եւ ասի լավ է գնամ ներողություն անեմ, այլ հանգստացնում է այդ վիճակից հանում է։ Նա օգնում է գտնել տարբեր կորցրած վիճակներ, բաներ, ինչ-որ իրեր, նաև օգնում է, եթե ասենք հատկապես մարդիկ կարող են, եթե գնան զբաղվեն ինչ-որ գանձեր որոնելով, ապա կօգնի, որ այդ գանձերը գտնվի եւ վնաս չտա։ Ինչու վնաս չտա, մի փոքր շեղվեմ։ Գիտեք ինչ կա, գանձ գտնելը այդքան դժվար չի, մարսելն է դժվար, որովհետեւ ցանկացած գանձ, որը թաղված է, այն մարդը, որ թաղել է, ասենց պայմանական ասենք, ոնց որ աչքը վրանա թողե։ Եվ դրա համար մարդը եթե չգիտի ինչպես է հանելու, ինչպես է օգտագործելու, շատ դեպքերում կարող է այնպես լինի, որ նա ուղղակի դա չի վայելի։ Եվ կզրոյանա կամ իրեն վնաս կտա կամ նմանատիպ բան։ Իսկ եթե գանձերը ավելի մեծ քանակով են, ասենք եղել են ժամանակին թագավորական գերեզմաններում հայերի մոտ ամենայնտեղս ընդունված էր, որ արքունիքի կեսը հետը թաղեն եւ այդ բոլորի վրա նույնպես պաշտպանություն էր դրած եւ շատ դեպքերում եթե ուզում ես դա հանես նրա վրա արդեն հատուկ ծեսեր է կատարված, որ դու չկարողանաս վայելես։ Մեր ուղը այստեղ է։ Ալ աուլեմ 6 ապրիլի 10 ապրիլի մարդկանց տալիս է մեծ հոգեկան սենց մի հատ առաջընթաց, որ նա կարողանա գնա եւ իր նպատակներն նույնպես մեծ արագությամբ, շատ արագությամբ կարողանա ռեալիզացնի։ Այս անձնավորությունները շատ դեպքերում, ասենք եթե ամուսնանում է բան, նա ոնց որ զոհաբերում է իրեն այդ անձնավորության համար եւ ամեն ինչ անում է, որ տվյալ անձնավորության համար կյանքում ամեն ինչ լավ լինի, մոռանալով իրեն։ Այս բոլորով հանդերձ պատահում է, որ տվյալ անձնավորությունները կարող են հասնել համաշխարհային ճանաչման մակարդակի եւ այս բոլորով նաեւ ունեն երկու բան շատ խիզախ են, շատ հումորով սուր, ասենք հումոր ունեն, իրանք ուրեմն ունենում են հատկություններ, որ կարող են շատ հարստանան եւ նաեւ օգնում է, որ ցանկացած ուրիշ անձնավորությունների հետ իրեն հարաբերությունները միլեն բավականին ջերմ։ Ալմախաշ 11 ապրիլի մինչև 15 ապրիլի։ Այս անձնավորությունները մեծ մեջներ ունեն ոնց որ դրված որսորդի կամ ձկնորսի փայտիկով իհարկե ձկնորսի հատկություններ ունեն շատ ստրատեգիկ մտածելակերպ, կարողանում են ցանկացած րոպեին համոզել դիմացինին այն ինչ ուզում են իրենք եւ հասնել այն մակարդակին, որը իրեն հարկավոր էր։ Ընդհանրապես այս նշանը երբեք չի աշխատում գործը թողնել կիսատ, անպայման պետք է վերադարձել մինչև վերջնական տանի։ Պաշտպանում է ցանկացած դժբախտություններից, պետք է ուշադիր լինի, որովհետև Իրանով բավական հետաքրքրում են կրիմինալ հանցավոր աշխարհի մարդիկ եւ փորձում ինչ-որ կերպ մոտիկանան, նաեւ ներգրավեն իրենց շարքերը։ Բայց Պահապան հրեշտակը չի թույլ տա դա։
Ինչպես նաև այս անձնավորությունները սիրում են հետևել եւ զբաղվել իրենց մարմնի առողջությունը պահպանելու։ Նրանք կարող են զբաղվել ինչ-որ ֆիզիկական վարժություններով կամ ինչ-որ հատուկ դպրոցներով, որպեսզի առողջականը լինի շատ բարձր։ Ալլելահ 16 ապրիլի 21 ապրիլի տալիս է մարդկանց շատ ուրախ, շատ լավ տրամադրություններ, շատ sense մի քիչ չափից ավել էմոցիոնալ զգացողությունների արտահայտում։ Շատ խիզախ են, շատ տղամարդկային են լինում, միջև անգամ կանայք ունեն մեջը դրված, սա մի քիչ են, որ ասում են տղամարդկին է, այս ձևի հատկություն ունեն։ Շատ լավ ղեկավարներ են, այսինքն որտեղ նա հանգարց հանձնեցին ինչ-որ ղեկավարման մի ճանապարհ, նա հոյակապ դա աշխատում է եւ հոյակապ կատարում է այդ աշխատանքը։ Ունենում են բավականին մեծ ուժ, էներգիա, խիզախություն։ Ալ-Ակախ 22 ապրիլի 26 ապրիլի Մարդիկ ունեն մեծ շնորհք դեպի ստացած շնորհք դեպի երաժշտություն, մարդիկ, որոնք շատ հեռու են մնում ցաղկացած, ասենք, ինչ-որ ասենք թմրագնուտ բան կամ ինչ-որ նմանատիպ բաներ ընդունելուց կամ փորձել գայթակղել իրեն ինչ-որ բանով, բավականին այդ բոլորից հեռու են։ Շատ անձնավորություններ, որ սիրում են սիրահարվել, սիրվել եւ ամեն ինչ դրա հետ կապված է։ Անձնավորություն, որը մշտական զբաղված է ինքնակրթությունով եւ ինքնազարգացումով։ Ալ-Կաբաթ 27 ապրիլի մայիսի 1 Անձնավորությունները շատ կասկածամիտ են եւ ասենք շատ դժվար են ինչ-որ որոշումներ ընդունում, բայց միևնույն բավականին բարի անձնավորություններ են, մեծ համբերատարություն ունեն, կարողանում են կազմակերպել իրենց ժամանակը այնպես, ինչպես կցանկանային, շատ պրակտիկ մտածելակերպ ունեն եւ աշխատասեր են։ Նաև նրանց ասում են շատ դեպքերում անսահման բարեկեցության անձնավորություններ, շատ են սիրում օգնել ուրիշ անձնավորություններին, վատ չեն ապրի, նորմալ կապրեն, չեն լինի մեծ հարուստներ, չեն լինի աղքատներ, բայց նորմալ կյանքը կանցկացնեն, նրանք նաև սիրում են օգնել գյուղացիներին, եւ շատ դեպքերում օգնում են նաեւ իրենց ինչ-որ ձևով ինչ-որ իրականացնել ինչ-որ ծրագրեր, որոնք նրանք ուզում են ոնց որ ասենք ռեալիզացնել, նորություն մտցնել։ Ալ-Հեզիդ 2 մայիսի 6 մայիսի Տվյալ անձնավորությունները կյանքում միշտ շատ վստահ մակարդակի վրա են, շատ վստահ են կյանքում, վստահ են իրենց մյուս օրվա համար։ Ամենակիչը կյանքում մի անգամ կստանա ամենամեծ իր ցանկություններից մեկը, որ ուներ, ռեալիզացված։ Ընտանեկան օջախի պահապան է, սիրում է շինարարական բիզնեսները, սիրում է ներդրումներ ինչ-որ համապատասխան ծրագրերի մեջ անել, ունի արտիստական, դերասանական շնորհք մեջը, կարողանում է զբաղվել նաև իր ձայնի մշակույթով եւ երաժշտական լսողությունը շատ բարձր է, օգնում է, կարողանում է ռեալիզացնել ցանկացած բարդ խնդիրներ, ինչ առաջանում է կյանքում, նաև անձնավորություն է, որը տալիս է ուրիշ անձնավորություններին հաջողություն։ Անձնավորություն է, որ հոգեբանական մակարդակի
հասունություն ունի եւ իմաստություն։ Ամեն ինչ կապված է երեխաների հետ, համ սիրում է, համ է փորձում է ամենքերպ օգնական լինել։ Ալ-Էլադ 7 մայիսի 11 մայիսի տրվում է մեծ ունի լավն է, չգիտեմ հայերեն դա ինչպես ասեմ, դինամիզմ, կարողանում է շատ արագ եւ շատ հստակ ցանկացած խնդիր ինչ ստացվում է վարքյանապես լուծել եւ հանգիստ այդ բոլորը տանել, եթե մի անգամ մի քիչ տևում է, նա շատ հանգիստ դա կտանի, մինչեւ կհասնի իր նպատակին։ Հատկությունն է միշտ շարժվելու դեպի առաջ։ Կարողանում է եւ ունի այդ ունակությունը հոյակապ հետևել իր հաշիվներին եւ այնպես անել, որպեսզի խեղճ չլինի, բայց աղքատետ չլինի, բայց միևնույն ժամանակ որպեսզի գումարները պահպանվեն։ Հետաքրքիր հատկություն է։ Շատ ձեռքը բաց անձնավորություն է եւ բարի անձնավորություն է։ Սիրում է սեր, սիրում է լինել սիրված, դա չի նշանակում, օրինք ասենք կնամուլ է, ոչ, բայց եթե մարդ է գտնում, ամբողջ կյանք մնում է նվիրված եւ սիրով լցված դեպի այդ անձնավորությունը։ Այս անձնավորությունները շատ դեպքերում ունենում են հատկություն, որ ստանում են բավականին հարուստ ժառանգություն։ Մի բան էլ, որ նա ինչ գիտելիքներ ստանում է, այդ բոլորն է իրագործում է, այնպես չի, որ ասենք մեկը ունեցավ, մի 10 ունեցավ եւ այդ 10-ից մեկն է միայն օգտագործում, բոլորը ինչ գիտի, բոլորն էլ օգտագործում է համապատասխան ժամանակներում։ Ալ-Լավ 12 մայիսի 16 մայիսի օգնում է այս անձնավորություններին, որ նրանք ինչ ծրագրեր ունեն եւ ինչ մտահղացումներ ունեն իրագործվի։ Նա իրագործում է ցանկացած միտք, ինչը ասենք մտածեց։ Նա կարողանում է նաեւ ստեղծել ընտանեկան բիզնես, այսինքն որ բոլորով իրար հետ ինչ որ բան արտադրեն կամ աշխատեն կամ ինչ-որ բան անեն։ Շատ կարողանում է մեծ գումարներ աշխատել, այսինքն փոքր ուժ ներդնելով մեծ գումարներ աշխատել։ Անձնավորությունները, որոնք գիտեն պարտաճանաչությունը ամենաբարձր մակարդակով, նաև զբաղված են անձնական զարգացման եւ աճի հարցերով, ինչպես նաև նրանք ունեն կազմակերպչի տաղանդ մեջը։ Ալ-Խաբու 17 մայիսի 21 մայիսի շատ հզոր պահապան հրեշտակ է։ Անձնավորությունները շատ ունեն զարգացած բարձր մակարդակի անսպառ ուղեղի զարգացում, կարողանում են ցանկացած ասենք հանդիպումներ, որ պետք է ինչ-որ բանակցություններ լինի, նա վարել եւ այնպես անել, որ այդ բանակցությունները գան այնպես, ինչպես ինքն է ցանկանում կամ իրենք են ցանկանում, ունի զինվորի շնորհք եւ ասենք զինվորների կառավարման ասենք բանակի ղեկավար եւ այլն շնորհք։ Շատ մեծ ստրատեգիա է։ Շատ է հոգ տանում հիվանդ մարդկանց համար եւ օգնում է նրանց առողջանալ։ Նաեւ ունի բավականին ռոմանտիկ բնավորություն, նաեւ շատ զբաղվում է, շատ է ժամանակ հատկացնում, որ ընտանիքի վիճակը լինի լավ, ամուր եւ ոչ մի բան չխանգարի։ Չօգնեցիք դեռ։
Ալ Հեյզել 22 մայիսի 26 մայիսի արտիստական շնորհք ունեցող անձնավորություններ են, սիրում են պոեզիա, բժշկություն, լրագրություն, շատ ճկուն մտածելակերպ ունեն եւ կարողանում են շատ ճիշտ օգտագործել իրենց ճկուն մտածելակերպը։ Ինքը կարողանում է այնպես անել, որ ընտանիքի անդամները ունենան մեծ կապ, մեծ սեր իրար մեջ եւ ամեն ինչ անում, որ դա այդպես լինի։ Մանավանդ եթե եղբայրներ կան, քույրեր կան ու շատ դեպքերում լինում է, որ ասենք եղբայր քույր դառնում են, չես հասկանում ինչի թշնամի, դա ինձ համար մնում է լրիվ անհասկանալի, անում են այնպես, որ նմանատիպ բաները վերանան, չլինի այդպես բան։ Շատ ճկուն մտածելակերպ, շատ արագ կարողանում է ձևափոխվի շրջապատի մեջ եւ շատ արագ այնպես անի, որ նա ընդունի այս շրջապատում եւ համարվի, որի կոպիտ եմ ասում, ասենք որ շատ տասնյակ տարիներով եղել է այնտեղ եւ շատ մտերիմ անձնավորություն է։ Նաեւ ունի մոգական հատկություններ։ Ալ-Հայրի 1 հունիսի 5 հունիսի ունեն գրողների տաղանդ, լուսանկարիչի, հրատարակչի, բավականին խելացի են, բավականին աշխատասեր են եւ բավականին գործունյա են, կարողանում են վերականգնել ցանկացած կապ, ցանկացած մարդու հետ, որը իրենց հարկավոր է։ Նա կարողանում է բոլորին ընդունել եւ հասկանալ այնպիսին, ինչպիսին կան, եւ չի փորձում ասենք ինչ որ մեկին քննադատի կամ ինչ որ բան ասի, ընդունում է բոլորին այնպես, ինչպես կան։ Ոչ մի մանիպուլյացիաների չի ենթարկվում, չի ստացվում դա, չի կարողանում ոչ մի չար աշխատանքներ իրագործել անել։ Մեծ խորհրդատու է եւ բոլորը ինչ խորհուրդ տալիս է, բոլորը պրակտիկորեն լինում են ամենաճիշտ եւ ճիշտ ճանապարհը, որով կարող է այդ մարդը ինչ որ որոշում ընդունել։ Ընդհանրապես կյանքում շատ արագաշարժ եմ մտքով ռեալիզացնելու անելու բոլոր ծրագրերի։ Ալ-Հակեմ 6 հունիս 10 հունիս ունիկալ մտածելակերպ ունեն իրենք, կարողանում են շատ հետաքրքիր ձևի առաջարկություններ անել եւ պետք է շատ ուշադիր տվել անձնավորություններին ուշադրություն դարձնել, որտեղ նրանք քեզ կարող են ամբողջ կյանքում շատ օգտավեր լինեն եւ շատ կարողանան, ասենք, նպաստել, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Ամեն ինչ կապված է երեխաների հետ, իրենց համար դա համար առաջինն է եւ նաեւ ցանկություն, որ ինչ-որ հարցերով իրագործի ծրագրեր կամ ինչ-որ մի բաներ, որը նախատեսված է իրենց համար։ Ալ-Ջլայ 11 հունիսի 16 հունիսի չափից ավել զգայուն են ամեն ինչի հանդեպ, թե դրականին, թե բացականին, ունի միստիկ հատկություններ տվյալ անձնավորությունը, ռացիոնալ մտածելակերպ ունի, սիրում է մինչև հիվանդագին մակարդակի հասնելու մաքրասիրություն։ Այս անձնավորությունները մեծ հռետորներ են, ունեն կյանքային ուժ, դինամիզմ, շատ ուժեղ էներգիա ունեն, էներգետիկ դաշտ ունեն։ Կարողանում են պահպանել իրենց մարմնի արտաքնապես երիտասարդ տեսքը, նաև հոգով մնալ որպես երիտասարդ, նրանց համար տարիք հասկացողությունը չկա, նրանք չեն ընդունում դա, չեն փորձում կշռադատել կամ ինչ-որ բան, այլ ուղղակի մերժում են։ Ալ-Քելի
17 հունիս, 22 հունիս։ Այս անձնավորությունները կարող են եւ պատրաստված են զբաղվել ոչ ավանդական բժշկությամբ, դառնում են մեծ մասնագետներ, մեծ բժշկապետեր, կարող են վարել շատ լուրջ բանակցություններ եւ այդ բանակցություններում առաջի հերթին լսում են իրեն առաջարկը, թե ինչ կորոշեն, դա ուրիշ հարց է, բայց ամեն դեպքում դա արվում է այդպես։ Ունի հատկություններ, ոնց որ գնա իր մեջ, իր աշխարհի մեջ եւ այնտեղ ոնց որ զբաղվի այն խնդիրներով, որը իրեն կարող է հետաքրքրեն կյանքում կամ ուզում է ինչ-որ գտնի լուծում, հասկացողություն կամ ճանապարհ։ Նաև ինքը կարողանում է օգնել, որ մարդը անցնի հոգևոր մաքրման ճանապարհով, ճիշտ որոշումներ ընտրվի, ոտքի կանգնի եւ որի շնորհիվ կյանքը դառնա ավելի հարուստ, ավելի կարեւորագույն։ Հիլևող 23-27 հունիսի Այս նշանները ունեն տաղանդ զբաղվելու մոգությամբ, կախարդությամբ, էզոտերիկ գիտություններով, կարողանում է ամեն ինչից իրեն համար անել այն, որ ինքը ունենա օգուտ, շատ է սիրում, որ եթե մեկից կախում ունի, որ ինչ-որ բան ստանա, նա միջև վերջի կաթիլը կքամի կստանա, որից հետո ուղղակի կոպիտ ասած, հենց ոտքով դենքը կշպրտի այդ անձնավորությունին։ Բարձր ինտուիցիա կարողանում է իրեն համար բացել դարպասներ այլ, ասենք, աշխարհների, մոլորակների, կյանքերի, ունի հոգևոր շատ մեծ ուժ, կարողանում է մարդկանց օգնել դուրս գալ դեպրեսիայի վիճակներից եւ ստաբիլիզացիայի հասցնել այն անձնավորություններին, որոնք գտնվում են հոգեբուժական վիճակում, ոչ թե հոգեբանական, այլ հոգեբուժական։ Խի պահել 28-ից հունիսի, 2 հուլիսի կներեք, մի հատ է ասեմ, 28 հունիսի, 2 հուլիսի։ Տաղանդավոր անձնավորություններ են, բայց երբեք չեն օգտագործում իրենց տաղանդը, ֆիզիկապես շատ ամուր են, կարողանում են ցանկացած բարդություններին հակականգնել։ Մեծամասնությամբ այս մարդիկ շատ հայտնի են լինում որպես հայտնի սպորտի վարպետներ, նաև իրենցից շատ լավ ստացվում են լավ խոհարարներ, բժիշկներ եւ ֆարմացևտներ, հայերեն չգիտեմ, դեղագործ։ Սրանք շատ լավ բժիշկներ են լինում, կարողանում են օգնել ցանկացած չբերությունը, իմպոտենցիան, զավակներ ունենալու հնարավորությունը, հասնում են այրանց ցանկությունների ամենագագաթնակետին, ինչպես նաև կատարում են ցանկացած կյանքային այդ բոլորով հանդերձ հասարակ հարցեր, օրինակ սիրում են տներ հավաքեն, աման լվանալ, լվացք անել, արտուկ եւ այլն։ Հի հելախ 3 հուլիսի, 7 հուլիսի շատ բարձր հստակ սիրում են պահել մարդու, ասենք, տված դաստիարակությունը, այսինքն այս բանը կարելի է, այս բանը չի կարելի, սա կարող ես անել, սա չես կարող անել, կներեք եւ նմանատիպ հարցեր։ Կարողանում է զարգացնել իր ինտելեկտը,
Սիրում է զբաղվել հոգևոր զարգացմամբ, բայց զբաղվել ոչ թե խորանալ, նա կարող է օգնել մարդկանց, որոնք օգտագործում են խմիչքեղեն, նա կարող է օգնել նրանց ազատվելու այդ հատկությունից։ Նաև կարողանում է շատ դեպքերում մարդկանց օգնել, ոնց որ ասում են, երկնքից իջնեն ներքև, եթե այդ մարդը ինչ-որ այնտեղ ես կանեմ, կարողանում է հասկացնել, որ տղա ջան կամ աղջիկ ջան, իջի ներքևում է քո տեղը եւ ես պետք է անես, ոչ թե երազանքների մեջ ու մենակ երազանք ոչ մի բան։ Հիյախ 8 հուլիսի 12 հուլիսի հոյակապ կարող իրենցից դուրս են գալի մայրեր, երեխայի ծնունդ ընդունող քույրեր, հոյակապ դարձնում են դաստիարակներ եւ ուսուցիչներ։ Նրանք կարողանում են բուժել պսիխիկական հիվանդություններ, օգնում են նաեւ կարող են օգնել բժշկել գեղձերի բորբոքումներ, վանդացնել առողջությունը, կարող է այնպես անել, որ մարդը մոռանա իրեն տխրությունները կյանքի, որ նա ասենք ունի եւ իրեն ինչ որ ձեւով խանգարում են, կարող է նաեւ օգնել, որ տվյալ անձնավորությունը ստանա երկրորդ կամ երրորդ անգամ հնարավորություն վերականգնել այդ բոլորից դուրս գալ եւ ստեղծել մի նոր իրավիճակ, որը արդեն դրական է։ Սիրում է սպորտ, չեմ ասի, որ զբաղվում է, բայց սիրում է։ Սիրում է զբաղվել իր կոնցենտրացիայով, իր կենտրոնացումով, իր ասենք ինքնազարգացումով, բայց ընդամենը հետաքրքրվում է, չի փորձում դա իրագործի։ Շատ կամքով ուժեղ անձնավորություններ են եւ ամբողջ կյանքում զբաղվում են, որ իրենց կամքը ավելի եւ ավելի ուժեղանա։ Սիրում է պաշտպանել թույլերին, փողոցում մնացած անձնավորություններին, աղքատներին եւ մեծ ուժ է ներդնում, որպեսզի դա կարողանա իրագործել այդ մարդկանց օգնության մեջ։ Հիմելավ 13 հուլիսի 17 հուլիսի ամեն ինչ անում է, որ ընտանիքը եւ տան ասենք մտնելորդը լինի ամենալավը, ամեն ինչով փորձում է ապահովել, ինչպես նաեւ նա փորձում է այնպես անել, որ տան անդամները իրար հետ ավելի մտերիմ լինեն, ավելի շահկապված, ավելի մոտիկ եւ ոչ թե ասենք կամաց տարիքի հանդերձ կամ ինչ-որ ուրիշ պատճառներով անջատվեն եւ իրար մեջ ասենք կապերը լինեն միայն օֆիցիալ։ Շատ արագ կարողանում է վերականգնել իր առողջությունը, եթե եղել է ինչ-որ պատահար, ասենք վրա երթ կամ ինչ-որ մի բան, շատ արագ կարողանում է ինքը իրեն մարմինը այնպես է, որ շատ արագ վերականգնվում է։ Չգիտի ինչ բան է վախ, կարողանում է հանգիստ մոռանալ բոլոր տխրությունները, բոլոր ասենք այն տհաց հիշողությունները կամ քայլերը, որ արվել են իրեն համար, իրեն հանդեպ, ավելին կարողանում է գտնել մի ելք, մի ինչ-որ վիճակում, որ արդեն համարում է, որ սա արդեն անելանելի է, անհնար է ինչ-որ բան անել, ինքը միշտ կգտնի լավ վիճակ եւ շատ արագ կարող է դա ռեալիզացնել։ Խի հաղ 29 հուլիսի 2 օգոստոսի Կներեք, ես սխալ կարդացի, ուրեմն խի նետախ 24 հուլիսի 28 հուլիսի Ցանկացած գործ, որի մեջ նա մտնում է, իրան լրիվ վերջնական նվիրում է այդ աշխատանքին եւ ամեն ինչ անում է, որ դա այդպես լինի եւ լավ լինի եւ գնալով ավելի եւ ավելի լավ դառնա։
կարողանում է այն տաղանդը, ասենք եւ հնարամտությունը, որ իրեն տրված է, կարողանա ավելի զարգացնել, ավելի խորացնել, որը կծառայի նույնպես նույն նպատակի համար։ Եթե զբաղվի բիզնեսով, նա կարող է հասնել շատ բարձր մակարդակների։ Խի հաղ 29 հուլիս 2 օգոստոս շատ ուժեղ կամքի անձնավորություններ են, ունեն շատ սուր մտածելակերպ եւ լուրջ իրավիճակներից դուրս գալու ձևեր, վախ չունեն ինչ բան է, անվախ են, անցնում են պրակտիկորեն ցանկացած թարսություններ, անհաջողություններ, որ կան, կարողանում է անցնել եւ այնպես անել, որ իրեն ոչ մի վնաս չպատճառվի։ Նրանք շատ են զբաղվում ընտանիքի գործերի կառավարումով, նաև ընտանեկան բիզնեսով, ինչպես կառուցեն ընտանեկան հարաբերությունները եւ կարողանում է ունի բնավորություն ամեն ինչ անում է օրվա ընթացքում, նա ոնց որ ծրագրավորի եւ այդ ծրագրով այդ բոլորը ռեալիզացնի։ Հի հերետ 3 օգոստոսի 7 օգոստոսի հարստություն, ուժ, կամք, այս բոլորը իրար հետ դրված է իր մեջը եւ եթե նա մի փոքր սկսի սրանով ավելի լուրջ զբաղվել, այդ բոլորին կհասնի։ Կարողանում է դուրս գալ ցանկացած բարդ վիճակներից, բավականին ուժեղ է եւ ամեն դուրս գալուց հետո ավելի ու ավելի ուժ է հավաքում։ Ինքը ոչ մեկին ենթակա չի, ոչ մեկ իրան ասենք չի կարող ասել sense դե անես, ինքը անկախ իրանով ամեն ինչ անում է եւ ապրում է այնպես ինչպես հարմար է գտնում։ Շատ էմոցիոնալ է, շատ էմոցիոնալ, սիրո հարցերում գնում է մշտական գտնում է մի նոր ճանապարհ, եթե ինչ-որ բաներ արել է, դրանով չի բավարարում, միայն նոր բան պետք է վերցնի, մի հատ նոր ծրագիր պետք է ստեղծի եւ սկսի դա էլ իրագործել։ Հի շահախ 8 օգոստոսի 12 օգոստոսի մեծ երազողներ են եւ ասենք դնում են նպատակներ ավելի մեծ, քան իրենք կարող են բանանել, բայց երևակայության շնորհիվ նա շարունակում է դա երազել եւ ասել սա կանեմ, որի պատճառով շատ դեպքերում չի ստացվում եւ դրանից դուրս է գալու մի տհաճ իրավիճակ։ Ունի բնագիծ վախերի, ամեն ինչից վախենում է, բայց ասենք այդ վախը չի որ նստում է իր մեջը, շատ արագ անցնում է, բայց հենց առիթ կա կվախենա։ Համեմատաբար էգոիստ է, համեմատաբար։ Բայց այդ էգոիզմով հանդերձ ուրիշների հանդեպ նաև բավականին սենց բացրտով է տրամադրված եւ փորձում է օգնական լինի։ Խիրի 13 օգոստոսի 17 օգոստոսի ունի շատ մեծ կյանքի ուժ, դինամիզմ, տաղանդներ, շատ մեծ կազմակերպչական հատկություններ ունի իր մեջը։ Սիրում է եւ անում է ամեն ինչ, որ աշխատի եւ աշխատանքը բերի իրեն բացի գումարից նաեւ հաճույք։ Կարողանում է ցանկացած թշնամուն հաղթել։ Կարողանում է նախապես զգալ մի կարճ ժամանակ հետո եկող դժբախտություններ, անհաջողություններ եւ այլն ցանկացած բացական բան։
Նաև կարողանում է օգնել շրջապատի մարդկանց, որպեսզի իրենք անհաջող կամ ինչ-որ չստացված իրավիճակից կարողանան դուրս գալ։ Խի լեկապ 23 օգոստոսի 27 օգոստոսի Համբերատար անձնավորություններ են, համախոհացող անձնավորություններ են, կարողանում են հասկանալ դիմացինին, կարողանում են օգնել ուրիշներին առանց որևիցե շահի, ունեն շատ մեծ կյանքային ուժ, որը կարողանում են, որը ծառայեցնում են ուրիշների համար։ Հավատարմություն, բավականին բարեգործ են իրենց բնավորությամբ եւ նույն հատիպ ասենք ամբողջ կյանքում գոյատևում են, մնացած բոլոր հարցերը անձնական եւ այլն դրված են մի կողմ։ Խիվեշեր 28 օգոստոսի 1 սեպտեմբերի Մարդիկ շատ զգայուն են եւ ռոմանտիզմով են լցված, ունեն շատ սուր նախազգալիք, կարողանում են շփվել բոլոր մարդկանց հետ շատ հանգիստ, ոչ մի խնդիրներ չի ստեղծում, որի շնորհիվ նա թշնամիներ չի ձեռք բերում։ Պաշտպանում է, եթե վատ է զգում իրեն, կամ էլ ասենք վերականգնել հիվանդություններից, ուժեղ ստրեսեր տանելուց կամ պսիխոլոգիկ ինչ-որ, հոգեբանական ինչ-որ հետևանքներից դուրս գալու համար։ Շատ արագ կարողանում է վերականգնել ցանկացած հիվանդությունից, որը նա ստացավ։ Ունի շնորհք դեպի լեզուներ սովորելու։ Կարողանում է տեսնել ապագան, եթե իհարկե սկսում է զբաղվել այդ բանով, շատ արագ կարող է համակերպել ստեղծված մեկնոլորտի մեջ։ Խի հեյկո 2 սեպտեմբեր 6 սեպտեմբեր ունի շատ մեծ քանակով հնարավորություններ եւ տաղանդներ։ Նա կարողանում է պաշտպանել գողություններից, ստախոսություններից, ֆիզիկական ներազդեցություններից, կողորա դեպացական, նյարդային հիվանդություններից, կարողանում է գտնել աշխատանք, կարողանում է ստեղծել ուրիշներին ուրախություն, հաճույք, նպաստում է, որ լինի սեր, որոնում է անձնավորություն, որին կսիրի եւ ում սիրեց նրան կլինի նվիրված։ Ինչպես նաեւ կարողանում է զբաղվել նրանով, որ այն բոլորը, ինչ իրեն խանգարում է կյանքում, աստիճան վերացնել։ Խի լեխակ կներեք, խի լեխակ 7 սեպտեմբերի 11 սեպտեմբերի անձնավորություն է, որը ամեն ինչ զոհաբերում է ուրիշներին օգնելու համար, բայց միևնույն ժամանակ ներքնապես շատ ինքնահանգստացած վիճակում է ապրում, նա չունի, ասենք, ինչ-որ բաներ, որը իրեն կարող են ցնցել կամ ինչ-որ բան, շատ հանգիստ խաղաղ ինքնա գոյատևում է։ Օգնում է ինչ-որ մարդկանց, որպեսզի նրանք իրագործեն եւ հասնեն այն աստիճանին, որը չեն կարողանում գնային։ Նա նաև օգնում է արթնացնելու ուրիշների ինտուիցիան, օգնում է դժվար ժամանակներին
եւ միշտ տալիս է շանս անձնավորություններին, որ մի նոր կյանք ստեղծվի կամ բարեկարգվի տվյալ անձնավորության կյանքը։ Խիկևեք 12 սեպտեմբեր, 16 սեպտեմբեր։ Այս հրեշտակը տալիս է հետևյալը. ուսում, ամեն ինչը ստուգել, սպառզել եւ, ինչպես ասենք, մարսել ճակերտներում։ Կարողանում է օգնել տարբեր գիտությունների մեջ խորանալուն, շատ է օգնում նկարիչներին, դերասաններին, գրողներին, թարգմանիչներին, ուսուցիչներին, կարողանում է թեթևացնել հոգեկան դժվարությունները, ցավերը, տառապանքները։ Նա օգնում է, որ անձնավորությունները, որոնք ինչ-որ նպատակներ ունեն եւ չեն կարողանում ռեալիզացնել, որպեսզի դա կարողանա քայլ առ քայլ իրականացնի։ Խի մենատ 17 սեպտեմբերի 21 սեպտեմբերի հոգևոր բարձր մակարդակի զարգացած անձնավորություններ են, էմոցիոնալ կայուն, անձնավորություն, որ կարողանա ազատվի մատերիալիստական եւ սենտիմենտալ կապերից, միևնույն ժամանակ ունենա նորմալ ապրելու հնարավորություններ ունի, միշտ կանգնում է կամ բարու կամ չարի կողմից, բայց վերջնական որոշումը կանգնում է, որ պետք է թեքվի դեպի բարին։ Բոլոր հիասթափությունները եւ անհասկանալի վիճակներից դուրս է գալիս, օգնում է այդ բոլորից ազատվել եւ օգնում է, որ այդ բոլորից ազատվենք եւ չթողնի մեր մտքերի մեջ կամ սրտի մեջ այդ բացասական անցյալը, որը եղել է։ Անի Էլ 22 սեպտեմբեր, 26 սեպտեմբեր կարողանում են ինչ ինֆորմացիա ստանում են իդեալական վերլուծել եւ պահպանել ամբողջ կյանքում, խորանում են, կարող են խորացում գնալ մաթեմատիկայի եւ ավելի ճշգրիտ գիտությունների ճանապարհով, ունեն շատ բարձր ինտուիցիա, շատ բաց ձեռք են, շատ արդար են։ Նա նաեւ ունի մի քիչ կասկածամիտություն իր մեջ, որը ասենք հասցնում է իրեն շատ դեպքերում դյուրագրգռության։ Օգնում է նայել, մտածել, վերլուծել, ստեղծել այն ինչ վերլուծած է եւ իրագործել կյանքում։ Ստեղծում է սոցիալական կապեր։ Անձնավորություն է, որը երբեք չի գտնում սխալ կամ սխալ քայլեր, մշտական կարողանում է գնալ միայն իրեն համար դրական քայլով։ Հոկտեմբերի 2-ը ներողություն, Ռեահու Էլ հոկտեմբերի 2-ից մինչև 6 հոկտեմբերի։ Շատ էներգետիկ հզոր անձնավորություն են, շատ շարժունակ, շատ խորամանկ են, որ ասում են ամենտեղ կմտնի դուրս կգա, չէ՞, այդ ձևի անձնավորություններ են։ Լինում են գրողներ, հասարակական գործունեներ, հասարակական ելույթ ունեցողներ, ասենց ասեմ, չեմ կարողանում բառերը գտնեմ թարգմանությունը, լրագրողներ, այս անձնավորություններ ունենում են երիկամների խնդիրներ, որից պաշտպանում է այդ հրեշտակը եւ սխալներն է ուղղել տալիս,
կարողանում է վերադարձնել այն, ինչ կորցրած է, եւ վերականգնել այն, ինչ քանդուքարապ է եղել, բարձր ոչ ֆիզիկական մասին է խոսքը, նաեւ կարողանում է պաշտպանել, որ ոչ մեկը ձեզ ագրեսիվ տրամադրված չլինի։ Եզել 7 հոկտեմբեր 11 հոկտեմբերի ունենում են մատերիալիստական, նյութական, այսինքն բարեկեցություն տարբեր ձևերի, նա օգնում է հիվանդություններից ազատվելու, գտնել լուրջ վիճակներ, նաև օգնում է փաստաբաններին, կներեք, մոռացա դա ոնց է հայերեն, ես երբ ռուսերեն ասեմ, բայց կհասկանաք, պրոկուրոր դատավորներին եւ այն մարդկանց, ովքեր ասենք պաշտպանված են աշխարհի պաշտպանությամբ, արդարությամբ եւ ասենք գարմոնիկ վիճակը պահպանելու համար։ Շատ մեծ սիրով լցված է սրտում եւ կնա սերը, դա չի նշանակում, որ անպայման պիտի դա իրագործի։ Մարդու մեջ արթնացնում է կյանքի հաճույք ստանալու հատկությունը բոլոր ասպարեզներում, լինել սիրով լցված բոլոր մոտիկ մարդկանց հանդեպ եւ շատ է սիրում, որ ասենք կյանքը ապահովված է ինչ որ հաճելի, ինչ որ շրջապատով, դա կլինի տուն, կահույք, մեքենա եւ այլն։ Ախաբաել 12 հոկտեմբեր 16 հոկտեմբեր օգնում է մարդկանց ստանելու բոլոր դժվարությունները, բոլոր դիմադրողականությունները, որ մարդը ստանում է կյանքում։ Տալիս է գեղեցկություն, դերասանի վարպետություն, հատուկ զգացողություն եւ ստեղծագործական հատկություններ գիտության ասպարեզում, ինչպես նաեւ արվեստի։ Տալիս է շատ դեպքերում անսպասելի հաջողություն, նպաստում է երկարատև եւ երջանիկ սիրո, սիրում է, որ ամեն ինչ իր տեղում է դրված եւ ամեն ինչ կանոնավորված է, չի սիրում, որ ինչ-որ մեկը մի բան տեղափոխում է միտեղից միտեղ, չի սիրում քաոսը շրջապատող, նա նպաստում է, որ լինի հավասարաչափություն հոգևոր եւ մատերիալիստական հասկացողությունների մեջ։ Միք Էլ 17 հոկտեմբեր 21 հոկտեմբեր Անձնավորությունները ունեն հատկություն դեպի դիզայն, գծագրություն, ճարտարապետություն, սիրում են գնալ դեպի հարմոնիկ գոյատևելու ճանապարհի։ Բոլոր գործերը սկսած օգնում են, որ վերջանան դրական, օգնում են մեզ պատրաստում են, նախապատրաստում են մեզ ցանկացած նոր ինչ-որ գաղափարների իրագործելու, ինչպես նաև օգնում է զգուշացնում է նոր եւ վատ փոփոխություններ, որը կարող են սպասել տվյալ անձնավորությանը։ Վեվալ Էլ 22 հոկտեմբեր 26 հոկտեմբեր տալիս է մեծ իմաստություն, խաղաղություն, հոգու մեծ ուժ եւ հոգեվոր մեծ մաքրություն։ Անցնում է ցանկացած արգելքների միջով, կարող է զգուշացնել ցանկացած վտանգներից, նաեւ նրանք, ովքեր
արդար գործի համար պայքարում են, օգնում է քանդել հինը եւ այդ հիմքի վրա ստեղծել նորը։ Նաեւ օգնում է լուծել ամենադժվար լուծումները, որը ասենք հանդիպում են իրան, որպեսզի նա կարողա դա իրագործել։ Ելախել 27 հոկտեմբերի 31 հոկտեմբերի ունեն արտիստական տաղանդ, ստեղծագործական տաղանդ, բավականին աշխուժ են կյանքում, երևակայության մեծ եւ սպառ ֆանտազիայի մի ձև, տալիս է մեծ հնարավորություններ եւ բացում է բոլոր կյանքային ճանապարհները, թույլատրում է անցնել բոլոր անհաջողություններից եւ վտանգներից, որ քեզ կարող են հանդիպել։ Օգնում է ամենածանր քո կյանքի ժամանակահատվածներում, որպեսզի դուրս գալ եւ ինչքան կարելի է արագ անցնել այդ կրիզիսային վիճակից։ Օգնում է անցկացնել ցավ եւ հիասթափություն, օգնում է նաեւ անհասանելին ստեղծել դարձնել հասանելի։ Սայել էլ 1 նոյեմբերի 5 նոյեմբերի օգնում է, որ տվյալ անձնավորությունը հաճույք ստանա կյանքի բոլոր անխտիր բոլոր հաճույքներից։ Պաշտպանում է իրեն, եթե ասենք թունավոր կենդանիներ են հանդիպում օձ կամ կարիճ կամ բան, որպեսզի իրեն չխայթեն։ Շատ զգայուն է դեպի սեքսը, չափից ավել զգայուն եւ ասենք այդ չափից զգացումի, ասենք տոկոս այնքան բարձր է, որ նա ամեն անգամ եթե դա ապրում է, կարելի ասել ոնց որ նորից վերածնվի, այդքան մեծ հաճույք է ստանում։ Չգիտեմ թե կարողանում է դիմացինին պարգևել նույնը, թե չէ, բայց ասենք հարցը դրված էր։ Օգնում է տվյալ անձնավորության էներգետիկ դաշտը շատ ուժեղացնել եւ կյանքային, ասենք, ուժը մեծացնել, որի շնորհիվ նա կարող է բավականին երկար գոյատևել։ Ցանկացած տարած ստրեսից շատ արագ կարողանում է վերականգնվել։ Ներողություն, նաեւ կարողանում է անցնել ցանկացած փորձությունների մեջով եւ դուրս գալ հաղթող։ Նաև կարողանում է այսպես իրեն որպես տղամարդ պահել ամենածանր դրություններում, որոշ դեպքերում որ մարդիկ կան, որոնք կփորձեն ինչ-որ համակերպվել, դավաճանել կամ ինչ-որ բան, սա իրեն չի վերաբերվում։ Աուրիել սիրում են ինչ-որ փորձեր անել, ինչ-որ էքսպերիմենտներ անել, ինչ-որ տեսնեն, թե ինչ է կատարվում ամեն ինչում։ Սիրում են ավանտյուրիզմ։ Օգնում են այդ ավանտյուրիզմից դուրս գալու։ Օգնում է ստանալ հաղթանակ եւ օգնել, ասենք, պարտվելուց։ Օգնում է այն բոլորին, ինչը կապված է զինվորական ծառայության հետ։ Օգնում է միշտ լինել հաջողակ եւ դուրս գալ կյանքի բոլոր, ասենք, պատերազմներից որպես հաղթող։ Օգնում է, որ եթե փորձում են գայթակղություններին չմարտվել եւ չանել, ասենք, ճակատագրական սխալներ։ 11 նոյեմբերի 16 նոյեմբերի Աուշալ էլ օգնում է, որ մարդը վերակառուցի իր կյանքը այնպես ինչպես կցանկանար, տալիս է համբերություն, խոնարհություն, օգնում է համակերպվածությանը, որը կարող է փոխել իրավիճակը իր կյանքի գծի։
Ամեն ինչ տանում է ստեղծագործող եւ վերականգնող հատկություններ, այդ բոլորում նա օգնում է, որպեսզի դա արվի եւ մի անգամ այնքան աստիճանով է դա գործակցում, որ հասնում է մի քիչ ֆանատիզմի։ Օգնում է կատարել ցանկացած խնդիրներ, կարողանում է վերակառուցել իր ճակատագիրը եւ ներել իր այն անձնավորություններին, որոնք իրեն վիրավորել են կամ նուրբ ասած վիրավորել են, ավելի վատնել։ Մյուս կետը 17 նոյեմբեր 21 նոյեմբեր նա օգնում է, որ դու օրիգինալ տեսքով, օրիգինալ հայացքով գնահատես այն բոլորը, ինչ քեզ շրջապատում է։ Տալիս է շատ մի անսովոր մտածելակերպ, որի շնորհիվ շատ մարդիկ կարող է համարեն նրան, որ նա խելագար է, բայց դա խելագար չի, ուղղակի տվյալ անձնավորությունները իրենց կյանքում ոնց որ իրենց մտածելակերպով ապրում են մի 100-150 տարի առաջ անցած ժամանակից։ Օգնում է բոլոր խնդիրները վերականգնելու եւ լուծելու, ոչ մի, ասենք, ցավագին բան, որ փորձում են հանդեպ անել, չի ստացվի, դա կզրոյանա։ Նաև եթե գնում է պատերազմային վիճակ եւ նա զինվորում է կամ մասնակցում է ինչ-որ ռազմական քայլերում, նա կլինի լրիվ պաշտպանված եւ այսպես ասած մի հատ խաց իրան չի կպչի։ Ունի շատ բարձր ինքնագնահատական, սիրում է թույլերին պաշտպանել, սիրում է նաև հետաքրքրվում է, բայց մենակ հետաքրքրվում է իր հոգևոր մակարդակը բարձրացնելու վրա։ Վահոել 22 նոյեմբերի 26 նոյեմբերի Պահապանը, եթե դուք գնում եք, ասենք, ինչ-որ ճանապարհորդության, օգնում է անցնել, եթե դուք գտնվում եք պեսիմիստական վիճակի մեջ, ստեղծում է, որ ձեր ուղեղը եւ մտքերը աշխատեն շատ մաքուր, պարզ, որպեսզի կարողանաք վերագնահատեք ձեր կյանքը, բժշկում է հիվանդություններից, նյարդային հիվանդություններից, հիվանդություններ, որոնք կապված են արյան շրջանառության հետ, տալիս է կյանքային ուժ, օգնում է, որ դու մշտական գտնվես հարմոնիկ վիճակում մարմնի եւ հոգու մեջ, տալիս է երջանկություն, մատերիալիստական ապահովություն կյանքի, օգնում է, որ դու քո կյանքը դարձնես ավելի պոզիտիվ եւ նայես քո կյանքին ավելի դրական։ Դոնի Էլ 27 նոյեմբերի 1 դեկտեմբերի տալիս է բիզնեսի կառավարման տաղանդ եւ դու կարող ես դա օգտագործել, որպեսզի ամեն ինչ նախատեսել ես, ամեն ինչ հասնի իր վերջին։ Նաեւ պահպանում է առողջությունը, տալիս է մարմնի ֆիզիկական ամրություն, տալիս է, որ դու կարողանաս հաղթահարես անհնարին դժվար հնարավորային ինչ-որ հարցեր եւ իրագործես, որ դա լինի այդպես։ Շատ է օգնում, որ դու կարողանաս ինքնակրթությամբ զբաղվես, եւ այդ բոլոր գիտելիքները, ինչ որ ստացար, կարողանաս նաեւ իրագործել քո նպատակների համար։ Հակաշ Էլ 2 դեկտեմբերի 6 դեկտեմբերի Համեստ անձնավորություն կարողանաս գրավել նոր տարածքներ, հասնել ամենաբարձր նպատակներին, նաև ունի հատկություններ, որ կարող է զարգացնել պայծառատեսություն,
մոգություն, էզոտերիկ գիտելիքներ եւ ոչ ավանդական բժշկություն օգնում են նույնապես ճանապարհորդություններին, բացում է բոլոր դռները դեպի աշխարհ ձեզ համար, օգնում է նոր փորձ ձեռք բերելուն, կարողանալ համակերպվել նոր տարածքում եւ մերվել եւ ընդունվել այդ շրջապատում, օգնում է նաեւ, որ եթե դուք տվյալ անձնավորությունը գնում է ուրիշ պետություն ապրելու, որպեսզի դու այնտեղ շատ արագ ստանաս ապրելու հնարավորություն եւ արագ ընդունվես այդ երկրում։ 7 դեկտեմբերի մինչև 11 դեկտեմբերի AUMM L ունեն այսպես կուլտուրիստական մարմնի կառուցվածք, ստանում են ֆիզիկապես պինդ են, ուժեղ են, ստանում են հարստություն, ունեն հատկություններ դեպի բիզնեսային աշխատանք եւ այդ ստեղծագործական աշխատանք, որ դու ինքդ քեզ ստեղծես։ Օգնում է, որ դու ամեն կերպ բարձրանաս եւ կարողանաս վերակառուցես եւ այն ինչ դու պետք է անես, որպեսզի դա իրականացվի կարճ ժամանակում եւ բարձր որակով։ Օգնում է, որ դու ունենաս շատ ընկերական եւ բարեգործական կապերի միացումներ, բոլորը որ լավ աշխատեն, ոչ մի խնդիր չլինի, օգնում են դուրս գալ բյուրոկրատիկ, ասենք, խնդիրների մեջ, որի դեր գտնվում եք, օգնում է դատական գործերում, որպեսզի շահույթ ունենաք, եւ այս բոլորում իհարկե ունենաք շատ մեծ հզոր պոտենցիալ։ Մյուսը Նենայել 12 դեկտեմբերի 16 դեկտեմբերի սրամիտ են, կատակացեր են, մի քիչ ցինիկ են դառնում մարդիկ, բայց այդ բոլորը արվում է ի օգուտ տվյալ անձնավորությանը, որպեսզի նա հասնի իր նպատակներին։ Սիրում են եւ հետաքրքրում են միստիկ ուսմունքներով, մոգական եւ եկեղեցական գիտելիքներով, օգնում են, որ դու կապվես ոգիների աշխարհի հետ եւ կարողանաս հոգեվոր աճը անցնես, բարձրանաս, գնաս հոգեվոր աճով։ Nate L 17 դեկտեմբեր 21 դեկտեմբեր արվեստ, երաժշտություն, դիզայն եւ նմանատիպ բոլոր ձևերի, ասենք, հնարավորությունների զարգացում, նաեւ հարստություն, առողջություն, սեր։ Փորձում է, որ դուք գտնեք ձեր կյանքում ձեր տեղը եւ ձեր այն ինչի համար դուք ստեղծված եք, որպեսզի ամեն ինչ լավ գնա, ակտիվացնում է ձեր դրական մտածելակերպը, տալիս է պատասխանատվության զգացողություն, նաև ունի հատկություն ուրիշներին փորձել օգնել։ Մաբեխ Յահ 22 դեկտեմբերի 26 դեկտեմբերի Կարեն օգնում է հասնել ցանկացած դրված նպատակին, օգնում է, որ դու ունենաս հանկարծակի ստանաս անսպասելի մեծ ժառանգություն, հարուստ ժառանգություն, օգնում է բոլոր գործերքի մեջ, որը կապված են հողային գործերի հետ։ Եվ նաև որ ինչ-որ սխալներ չգործես, որպեսզի չկորցնես այդ աշխատանքը սկսված կամ էլ մեկ ուրիշը տեսնելով ձեր հաջողությունը չկարողանա ինչ-որ ձևով մաքուր ճանապարհներով փորձել դա ձեզանից խլել։
օգնում է որ գնաք դուք դեր ճանապարհով եւ հասնեք ձեր նպատակին։ Նաեւ անձնավորությունը, որ կարող է ստանալ շատ բարձր պաշտոններ։ Չափավորության եւ կարգապահության մեծ զգացողություն եւ պատասխանատվության զգացողություն ունի տվյալ նշանը, տվյալ հրեշտակը, կներեք մի փոքրիկ հոգնեցի, այսինքն մի փոքրիկ չէ, լավ հոգնեցի, վերջինը, պոյի յախ, 27 դեկտեմբերի, 31 դեկտեմբերի, այս հրեշտակը կարողանում է տալ քեզ պատասխանատվության հասկացողություն, կարողանալ շրջապատում բոլոր ինչքան ասենք կա բացական կամ անգամ վտանգավոր ձեր շրջապատ, որպեսզի կարողանաք դուք հանգիստ անցնեք դրա միջոցով եւ չկարողանան ձեզ վնասել։ Օգնում է որ մոռանաք ձեր նախկին անցած տառապանքները, անհաջողությունները, անհաճելի դեպքերը, որ կատարվել են եւ այլն։ Օգնում է որ նրանք իրենց հոգեվոր վիճակը բարձրացնեն, դառնան ավելի բարեկեցի, նաեւ ցանկացած ասպարեզ ինչում նա կփորձի իրեն արտահայտել, նա կօգնի որ դա լինի ամենաբարձր մակարդակով քո մոտ իրագործվի։ Օգնում է հասկանալ կյանքի իմաստը եւ օգնում է որ մատերիալիստական իրեն, ասենք, կյանքի ապահովությունը լինի ավելի բարձր։ Եվ վերջ, հիմա ես ուզում եմ մի քանի բան բացատրեմ, ինչ է կատարում այս բոլորի հետ։ Ես ասեցի եւ մի անգամ եմ ուզում կրկնեմ, ըստ օրերի, որը տրված էր, եւ ասենք անվան տվյալ հրեշտակի, որը ասենք ձեր պահապանն է, գրված էր թե նա ինչով է ձեզ կարող օգնել։ Բայց նորից եմ կրկնում, դուք կարող եք օգտվել նաև մյուս հրեշտակների օգնությունից, եթե աղոթք կարդալ եւ խնդրեք, որ ինքը նա ձեզ օգնի։ Նա մի անգամով կօգնի այդ դեպքում։ Կարող է դիմեք իրեն էլ նորից աղոթքներ կարդալով, ասենք, նա կարող է նորից գալ, նորից օգնել, բայց ամենակարևորը ձեր ծնված օրվա հրեշտակա պահապանն է, որը ձեզ ամբողջ կյանքում անցնում է ձեր կողքը։ Եվ վերջում ուզում եմ մի բան էլ ավելացնեմ, որպեսզի հարցեր չմնա, ինչ աղոթք պետք է կարդացվի հրեշտակին, որ նա լսի ձեզ եւ կարողանա օգնի ձեզ։ Եթե դա ձեր հրեշտակն է, պահապան, ուրեմն ցանկալի է որ գոնե շաբաթվա մեջ մի 2-3 անգամ կարդաք սա եւ շնորհակալություն հայտնեք։ Եղավ։ Նանդաղ եմ կարդում, մտածելով, որ մարդիկ կան, որոնք հիմա կվերցնեն թուղթ գրիչ եւ կփորձեն այդ աղոթքը գրել։ Եվ այսպեսով շատ դանդաղ սկսեցի։ Իմ հրեշտակ վերցրու քո սուրբ խնամքի տակ ինձ սովորեցրու անզորներին մխիթարիր տառապողներին պաշտպանիր ինձ վտանգից եւ օգնիր իմ գործերում թող քո կամքը լինի ինձ հետ հավիտյանս հավիտենից ամեն իմ հրեշտակ արի ինձ հետ եւ միշտ ուղեկցի
Ես կապրեմ հավատով, Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով ամեն։ Վերջացրեցինք, դուք էլ հոգնեցիք, ես էլ հոգնեցի, երկար էր, հասկանում եմ, բայց կարծում եմ, որ սա շատերին շատ բան կօգնի կյանքում։ Կցանկանայի, որ ձեր պահապան հրեշտակները արթնանան, միշտ լինեն ձեր հետ, միշտ ուղեկցեն ձեզ, պաշտպանեն, շտկեն, նվիրեն, ինչպեսի բաներ առողջություն եւ այլն, եւ թող ամեն ինչ լավ լինի։ Այսօր շատ հոյակապ օր է, մեր մոտ Ստեփանավանում Միխելագարվելու եղանակի, ես խոսում եմ, բայց անկախ ինձանից նայում եմ դուրս, որ սարերը մի մասը ձյուն է, մի մասը կանաչում է, երկնքի կապուտ պարզություն, որը ես վերջի 10 տարում չէի տեսել Երևանում։ Ուրախ եմ, որ եկա այստեղ, որովհետև ճիշտ է առաջ ավելի շուտ է արածելնայի, որովհետև հասկացա, որ ես մի տեսակ խաղաղվեցի եւ այնինչ ժամանակս չէր ներում, որ շարունակեմ ճանաչել, իմանալ, կրթվել, հիմա այդ ժամանակը կա։ Հրավիրում եմ, եկեք մեզ մոտ ապրելու, չեք փոշմանի, հոյակապ բնություն, հոյակապ օդ, հոյակապ մարդիկ, շատ ուրախ կազգակ ձեզ, շատ հասնող են, այստեղի ժողովուրդը լավն են, մաքուր են, կեղծիք չկա, խաբել չկա։ Ես ռեկլամ չեմ անում, ես ուղղակի կիսում եմ այն հաճելին, ինչ որ ես այստեղ ձեռք բերեցի, ես եւ իմ տղաս։ Ես ձեզ բոլորին ցանկանում եմ այնպես լինի, որ մեր երկիրը դառնա մեր Ստեփանավանի պես մաքուր եւ օդով, եւ հոգով, եւ պաշտպանիչ ուժով, եւ վերևի օգնությամբ։ Ամեն բարիք ձեզ։